Կենսաչափական նոր անձնակրերու լայնածավալ դպակրության մեկնարկը դրված է ընկերային ցանցի իրեջին հայտնեց ներքին գործոս նախարար Արփինե Սարգսյան։ Իմ ցերկիս աշխարհի ամենաանվտանգ փաստաթուղթերը մեկն է, այն մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներուս նոր անձնակիրի առաջին նմուշն է։ Նախարարը մեկնարկը դված է լայնածավալ դպակրության համար։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան մասնակցած է Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնին արիտով Ֆրանսիայի տեսփանադան մեջ կազմակերպված ընդունելության, որուն ընթացքին հանդես եկած է շնորհավորական ուղերձով։ Փոխվարչապետը ուղերձին մեջ մասնավորապես նշած է Ֆրանսան մշտապես եղած է Հայաստանի վստահելի բարեկամը։ Այս տարվան մայիսին նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցը իր փոխանցագային եւ հագեցած օրակարգով հանդիսացավ պատմական իրադարձություն։ Այդ օրերուն Երևանի եւ Գյումրիի փողոցներու մեջ ականադեսը դարձան համաժողովրդական վերապերմունքի, այն մեր ժողովուրդներու միջև ձևավորված վստահության եւ փոխադարձ հարկանքի լավագույն արտահայտություններ։ Նախագահի այցի ընթացքին ստորագրվեցավ ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր, նախանշվեցան երկարաժամկետ համագործակցության նոր հորիզոններ, կարևոր կնկատենք Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի Եվրոպական միության մերձեցման։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունեց Հայաստանի մեջ Եվրոպական միության նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը Եվրամիության արտաքին գործողություններու ծառայության քաղաքացիական գործողություններու հրամանատար եւ կառավարող տնօրեն Ստեֆանո Թոմատի գլխավորությամբ։ Իր դարաձած հայտարարության մեջ Գրիգորյանը ողջունած է առաքելության ստեղծումն ու տեղակայումը Հայաստանի մեջ կարևոր նկատելով վերջին տարիներուն Եվրամիության կողմեն Հայաստանին ցուցաբերվող բազմակողմ աջակցությունը, ինչպես նաեւ թիմակայունության ամրապնդման ուղղված կարողություններու զարգացման շուրջ իրականացվող միջոցառումները։ Կհաղորդվի, որ հանդիպան ընթացքին քննարկված են նաև հետագա համագործակցության առնչվող հարցեր։ Շաբաթ սկիզբին հաղորդվեցավ, որ Եվրամիության խորհուրդը պիտի սկսի Հայաստանի մեջ Եվրամիության գործընկերային առաքելությունը անվտանգային եւ պաշտպանական ընդհանուր քաղաքականության շրջանակներում մեջ։ Բելգիկայի մեջ Հայաստանի տեսփան Տիգրան Բալայան հանդիպում ունեցած է Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր միջազգային արևդուրի հարցերով կոմիտեի մեջ Հայաստանի հարցերով զեկուցող Բոգդան Ստրոևսկիի հետ։ Գահիտնեն տեսփանատունեն քննարկված են Հայաստանի տնտեսության աջակցելու նպատակով Հայաստանին դրամատրվելիք ինքնավար արևդրային միջոցները, ինչպես նաև Հայաստանի Եվրամիություն գործընկերության հետագա խորացման հերանեկարները։ Տեսփան Բալայան շնորհակալություն հայտնած է բացառիկ որոշումին եւ Հայաստանի նկատմամբ Եվրամիության եւ մասնավորապես Եվրոպայի խորհրդարանի շարունակական աջակցության համար համապարփակ կերպով ներկայացնելով Հայաստանի կառավարության նախաձեռնություններն ու իրականացվող աշխատանքները այս ուղղությամբ։ Հայաստանի տեսփանը նշած է, որ ընդունվելիք որոշումը պիտի նպաստի Հայաստանի արտահանման շուկաներու բազմազանեցման, ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ հայկական արտադրանքը եվրոպական շուկայի մեջ ավելի լայնորեն ներկայացնելու համար։ Հանդիպումեն հետո տեղի ունեցած է տեսփան Բալայանի մասնակցությամբ Եվրախորհրդի միջազգային արևդուրի հարցերով կոմիտեի նիստը, որուն ընթացքին զեկուցող Բոգդան Ստրոևսկիի առաջարկի հիման վրա միջազգային արևդուրի հարցերով կոմիտեն որոշում արած է Հայաստանին ինքնավար արևդրային միջոցներու դրամատրման հարցը քննարկել բարձեցված ընթացակարգով։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ Fox News-ին հետ հարցազրույցի մեջ հայտարարած է, որ Ամերիկան պիտի շարունակի ծանր հարվածներ հասցնել Իրանին եւ ամերիկյան ուժերու համար թիրախներ պիտի դառնան Իրանի էլեկտրակայաններն ու գամուրջները։ Թրամփ նշած է, որ ի վերջո հարվածները պիտի հասցվին նաեւ ուժանույթի թիրախներուն։ Թրամփ ավելցուցած է, որ Ամերիկան պիտի ոչնչացնի Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու գամուրջները, եթե անոնք չնստին սեղանի շուրջ եւ չփանակցին։ Հարցին, թե արդյոք իրանցիները իր կարծիքով լուրջ կվերաբերին համաձայնության Թրամփ պատասխանած է, որ անոնք այլընտրանք չունին։ Վերջին 4 օրերուն Ամերիկան եւ Իրանը սաստիկ հարվածներ փոխանակած են։ Ամերիկայի զինված ուժերը օտային հարվածներ իրականացուցած են, որոնց զուգահեռ վերսկսած է իրանյան նավահանգիստներու ծովային լիակատար շրջափակումը։ Ամերիկյան գործանիչներու անօտաչու թռչող սարքերու եւ ռազմական նավերու թիրախին հայտնված են հիմնական հրթիռներու բահեսներ, ապա մերձ ռադարներ եւ անօտաչուներու գայաններ նպատակ ունենալով չեզոքացնել միջազգային նավագնացության սպառնացող վտանգները։ Բայթումներ արձանագրված են Չաբահար, Բուշեր, Աբադան եւ Մախշա հրանավահանգստային քաղաքներու մեջ, ինչպես նաեւ Քեշմ եւ Քիշ կղզիներու մեջ։ Սահմանված ծովային շրջափակման համաձայն արգելված է արևդրային նավերու մուտքն ու ելքը Իրանի նավահանգիստներ։
Ամերիկայի նախագահ Թրամփ հրաժարած է Հորմուզի նեղուցով անցնող բեռներուն համար նախապես հայտարարված 20% մաքսադուրքեն, քանի որ Պարսից ծոցի արաբական երկիրները համաձայնած են միլիարդավոր դոլարներու այլընտրանքային ներդրումներ կատարել Ամերիկայի տնտեսության մեջ։ Այս ծրացման լույսին տակ Դոնալդ Թրամփը սպիտակ տան մեջ կարևոր բանակցություններ վարած է Իրաքի նորանշանակ վարչապետ Ալիլ Զայիդիի հետ։ Վաշինգտոն բացահայտորեն կփորձե Բաղդադի նոր կառավարությունը օգտագործել որպես ռազմավարական հենագետ, որպեսզի դգարացնե Տեհրանի աստեցությունը դարաձաշրջանի մեջ եւ մաքրե Իրաքի տարածքը Իրանամեջ շիազինյալներու խմբավորումներեն, ադով իսկ փակելով Իրանի ցամաքային մատակարարման ուղիները։ Ի պատասխան ամերիկյան կողմի գործողություններուն իսլամական հեղափոխության բահաբաններու ստորաբաժանումը հրցիրային եւ անօտաչու թռչող սարքերու զանգվածային հարվածներ հաստուցած է Բահրեյնի մեջ տեղակայված Ամերիկայի ռազմական գայաններուն, ինչպես նաեւ թիրախավորած է Քուվեյթի կարևոր կետրոնները։ Օդային հարձակումներ արձանագրված են նաեւ Հորդանանի ուղղությամբ։ Թրքական դատարանը, որը կքննի Սումուտ մարտահրավերական նավադորմի գործը դատավարության ընթացքին միջանկյալ որոշում արած է Ինտերպոլի Գարմիր դեղեկագրի միջոցով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ գայտնի հալկտիվին։ Ստամբուլի քրեական դատարանը Նեթանյահուի եւ մյուս մեղադրյալներու նկատմամբ կալանքի հրաման տված է մարդկության թեմ հանցագործություններու մեղադրանքներով։ Դատարանը նախապես քրեական գործ հարուցած էր Նեթանյահուի եւ 34 բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաներուն թեմ Իստանբուլի դատախազության մեղադրական եզրակացության հիման վրա, որ անոնց համար կպահանջեր ծմահ ազատազրկում։ Սումուտ նավադորմը միջազգային քաղաքացիական մարտահրավերական նախաձեռնություն մնե, որը կմիավորե տասնյակ երկիրներեն գամավորներ եւ բժիշկներ։ Գազམ་ակերպիչները նշած են, որ առաքելություններու նպատակն է ծովով մարտահրավերական օգնություն հասցնել Գազայի հատված։ 2026 թվականի մայիսին 54 նավերեն եւ 426 մասնակիցներեն փաղկացած նավադորմը կանգնեցուցած են Իսրայելի զինվորականները։ Լիբանանը եւ Իսրայելը վերսկսած են բանակցություններ Իտալիո մեջ, գահիթներ Reuters գործակալությունը։ Կգնկալվի, որ կողմերը քննարկեն պիլոտային ծրագիրը, որը նախադեсած է լիբանանյան բանակի դեղագայումը այն տարածքներու մեջ, որտեղ են Իսրայելի զինված ուժերը պետք է հեռանան։ Ծրագիրի նպատակն է ապահովել, որ այդ շրջաններ զերծ մնան Հեզբալլա շարժման ըսպարազինութենեն։ Լրատվամիջոցներուն տվյալով Իսրայելի պատվիրակությունը կգլխավորե Վաշինգտոնի մեջ երկրի տեսփան Եհիել Լեյտեր։ Բեյրութն ալհույս հայտնած է, որ Ամերիկայի միջնորդությամբ կնքված գործարքի շրջանակներու մեջ հարավային Լիբանանեն Իսրայելի զորքերու դուրս բերելը ապահովելու հարցով առաջընթաց կլա։ Զվիցերիո մեջ Հայաստանի արտագաղթ եւ լիազոր տեսփան Հասմիկ Դոլմաջյանի ուղեկցությամբ Մադենադարան այցելած են Զվիցերիո Դաշնային արտաքին գործերու բաժանմունքի զարգացման եւ համագործակցության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանց եւ Զվիցերիո Դաշնային ներքին գործերու բաժանմունքի մշակույթի գրասենյակի տնօրեն Կարին Բախման գայտնեն Մադենադարանեն։ Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրեր շրջայց կատարած են Թանկարանեն ներս եւ այցելած են վերականգնման բաժինը։ Տնօրենին հետ առանձնազրույցի ընթացքին քննարկված են համագործակցության հերանեկարները։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։